տեսնել անգլերեն բառերը։ Շատ տարածված կարող եմ ասել միգուցե եւ խնդիր, միգուցե եւ դասի կարևոր մաս, ինչպես հիշենք այս բառերը, եւ առաջնային հարցը, որ ես ուզում եմ ձեզ տալ եւ ուզում եմ հասկանանք միասին, նոր բառ նշանակում է կենտրոնանալ spelling-ի վրա։ Գիտենք բոլորս թե ինչ է spelling-ը, այսինքն թե մենք ինչպես ենք, չէ, բառերը գրում, եւ արտասանություն, այսինքն թե ինչպես ենք արտասանում տվյալ բառը, քանի որ ինչու է սա կարևոր, քանի որ անգլերենում շատ բառեր կան, որոնք մենք տեսնում ենք եւ գրում ենք մի ձև, բայց արտասանում ենք մենք այլ կերպ։ Այստեղ կարող եք տեսնել երկու օրինակ, որոնք ես գրել եմ։ Գիտեք, կարդում ենք առաջի տառը, այսինքն մեզ մոտ Q բառն է, որը կարդում ենք հենց միայն առաջին տառով, Q, որը նշանակում է հերթ։ Այսինքն որպես line բառը, ինչ-որ մի բանի համար, որ հերթի է կանգնում, դա Q-ն է։ Ինչպես տեսնում եք, այս բոլոր տառերը, որոնք կան ստեղ, մենք ընդհանրապես իրենց վրա ուշադրություն չենք դարձնում, եւ ունենք same-ը, տարածված կրկին սխալ, same-ը կարծում եմ կիմանաք, որ ձուկն է, L-ը նույնպես չենք կարդում, այսինքն արտասանությունը նույնպես շատ կարևոր է այստեղ։ Երբ որ մենք սովորում ենք նոր բառը։ Մի այլ կարևոր գործոն է, թե որտեղ օգտագործել այդ բառը եւ երբ։ Այսինքն կոնտեքստը, հա։ Բայց մի այսպիսի տարածված միտք կա, երբ ես տեսնում եմ բառը, ես հասկանում եմ, իմ համար լրիվ նորմալ է, բայց արդյոք կհիշեմ ես այդ բառը։ Տվյալ դեպքում մենք կարող ենք նայել երկու գործոնի, այսինքն օրինակ առաջինը հիշողություն, ինչու եմ ես սա այստեղ գրել, քանի որ գիտեք, լինում է երբեմն, որ մենք փորձում ենք բառը սովորել, հա, բայց միգուցե այդ օրը եղել ենք այնքան զբաղված կամ այնքան բան ենք սովորել, որ այդ բառը չենք կարող ֆիզիկապես հիշել, հա, դրա համար հիշողությունը այստեղ ներառված է, կամ միգուցե դուք հոգնած եք, դուք կամ ուրիշ բանի մասին եք մտածում եւ չեք կարող այդ բառը հիշել, շատ գործոններ կան։ Եվ շատ կարեւոր է նաեւ կոնտեքստում տեսնել բառերը։ Բնականաբար սա կապված է մակարդակի հետ նաեւ, եթե ձեր մակարդակը ձեզ թույլ է տալիս, որ դուք կարդաք, հա, տվյալ բառերը, ինչ որ կարդաք տեքստեր եւ դիտեք ֆիլմեր, տվյալ դեպքում կոնտեքստով բառեր սովորելը ձեզ համար հեշտ կլինի։ Բայց ոնց կարող ենք մենք աշխատել, հա, այս խնդրի վրա, երբ որ մենք տեսնում ենք բառը եւ հասկանում ենք, բայց չենք հիշում, չենք կարող այն գործածել։ Իրականում ամենատարածված եւ ես կասեի նաեւ ամենաարդյունավետ, հա, աշխատելու ձևը դա դասընթացներ վերցնելը եւ տնային աշխատանքներ կատարելը։ Այսինքն, եթե դուք ակտիվորեն պարապում եք, հա, դուք ինչպես եւ ովքեր անցյալ վեբինարին մասնակցել են, հավանաբար կհիշեն, որ ես միշտ խորհուրդ եմ տալիս շաբաթվա մեջ որոշ ժամանակ հատկացնել դաս անելուն, սովորելուն, հա, եւ այս դեպքում էլ, հա, շաբաթվա մեջ ինչ որ ժամանակ հատկացնել չեմ ասում, թեկուզ եւ պարապել հենց English Instructor-ից, բայց դուք ինքներդ էլ ձեզնով կարող եք որոշ ժամանակ հատկացնել անգլերենին եւ անել տնային աշխատանք։ Տեսնելով այս բառերը ձեր reading-ի կամ ինչ-որ վարժություններում, դուք իրենց ավելի լավ կհիշեք։ Կարող եք օգտագործել հավելվածներ, շատ եմ ինքս խոսում, համոզված եմ, որ ովքեր շուտվանից են ինձ հետևում, կտեսնեն բլոգում, որ խոսում եմ հավելվածների մասին, եւ մի փոքր ուշ կանդրադառնանք, հա, հավելվածներին եւ տետր։ Իրականում ներկա կարող եմ ասել մեր դարաշրջանում, երբ մենք չենք օգտագործում տետրեր, չենք գրում, սա նույնպես շատ լավ հնարավորություն է ձեզ համար, որպեսզի դուք ունենաք կրկնակի պրակտիկա, այսինքն պատկերացրեք, որ դուք ինչ-որ բառ եք սովորում եւ դա սովորում եք on-line կերպով, չէ՞, դասերը վերցնում եք on-line։ Եթե օֆլայն են դասերը, կարծում եմ խնդիր չի լինի, կարծում եմ տետրի մեջ կգրեք, բայց ներկա դեպքում իմ բոլոր ուսանողներն էլ, հա, on-line են եւ մենք ունենք on-line տետր, որտեղ ես ինքս սա գրում եմ եւ նույնպես իրենց եմ ասում, որպեսզի գրեն, քանի որ կրկնեմ, դա կլինի ձեզ համար double պրակտիկա, բայց եթե դուք վերցնեք հենց տետր եւ գրեք մեջ այն բառերը, որոնք ուզում եք հիշեք, դա նույնպես շատ հետաքրքիր ձև է փորձելու հիշել տվյալ բառերը, որոնք սովորել եք։ Բայց ես նաև խորհուրդ կտամ, որ
որպեսզի այս բոլոր մեթոդ կարող եք անել դասեր ունենալ, դասընթացներ եւ օրը մեջ օգտվել ինչ-որ հավելվածներից, բայց որոշ ժամանակ հետո, երբ որ դուք զգաք, որ դուք արդեն հոգնել եք, դուք չեք ուզում օգտագործեք այդ հավելվածը, օգտվեք տետրից, քանի որ դա նույնպես աշխատող մեթոդ է։ Ինչ հավելված ես ձեզ խորհուրդ կտամ, որպեսզի օգտագործեք բառեր սովորելիս։ Կխնդրեմ նշեք, տեղյակ եք Quizlet-ը ինչ է եւ ընդհանրապես իրեն օգտագործել եք։ Ինչ է իրենից ներկայացնում սա։ Իրականում Quizlet-ը ինքը flashcard-եր է, այսինքն հավանաբար տեսած կլինեք, երբ որ թղթի մի կողմի վրա գրում են բառը, մյուս կողմի վրա գրում են արդեն իսկ իմաստը, դուք ունեք on-line տարբերակ իր այս մեթոդի, այսինքն եւ կարող եք website-ից օգտվել եւ կարող եք արդեն իսկ application-ը հավելվածը ձեզ մոտ ունենալ հեռախոսում, ձեզ արագ ուզում եմ ցույց տալ, թե ինչպես կարող եք օգտվել Quizlet-ից։ Գրանցվելը կտևի 1 րոպե եւ անպայման չէ, որ դուք այստեղ plus-ը ունենաք, եթե հատկապես երբ որ դուք սկսում եք, ձեզ դա պետք չի գա։ Այստեղ ուղղակի plus բառն եք սեղմում եւ ստեղծում եք ձեզ համար flashcard set։ Այսինքն, սեղմելով սրա վրա դուք կունենաք հնարավորություն ձեր բառերը գրելու։ Ես խորհուրդ եմ տալիս մի տարբերակ է, որ դուք այստեղ գրեք այդ բառերի, եթե ինչ-որ խմբով բառեր եք առանձնացրել, միգուցե կարող եք այդ բառերի ունեք կենդանիների մասին եք, չէ՞, սովորել գրել կենդանիներ, animals օրինակի համար։ Եվ նաև կարող եք ինչու ոչ գրել data, սա կլինի ձեր սեթի անվանումը եւ արդեն տակից կարող եք գրել բառերը։ Օրինակ, եկեք պատկերացնենք, որ մենք խոսել ենք կատվից, սովորել ենք cat բառը, այստեղ ձեզ համար իդեպ տարբերակներ կլինեն տարբեր լեզուների, իրականում խորհուրդ կտամ, որ գրեք անգլերեն տարբերակը, բնականաբար կատվի հետ սա չի աշխատի, բայց եթե տարբերակ ունեք բացատրելու անգլերեն, խնդրում եմ օգտագործեք դա եւ եթե իհարկե ձեր անգլերենի մակարդակը այդքան է, որ դուք կհասկանաք։ Եթե չեք հասկանա, բնականաբար դուք պետք է արդեն ստեղ ընտրեք տարբերակներից մեկը, Եկեք ես հայերեն փորձեմ իրեն գրեմ, օրինակ մենք կատու բառը, այստեղ ունենք, այստեղ իրականում նաև image կարող եք գեներացնել, որը նույնպես շատ հետաքրքիր տարբերակ է, ինչու ոչ, որ բառը գրում եք, արդեն ինքը կգեներացնի նկար, եւ օրինակ եկեք պատկերացնենք, եթե մենք ունենք շուն բառը, ու օրինակի համար, տեսեք, ստեղ տարբերակներ ունենք կրկին գեներացված, դուք կարող եք կրկին ձեր տարբերակը գրել կամ ուզում եմ դստեղ, եկեք, սենց անենք շուն գրենք, արդեն վերջացնելուց հետո դուք ստեղ կարող եք բնականաբար ավելի շատ բառեր գրել, ստեղ create արեք, սեղմելով create բառը, մեզ մոտ կարծեմ, մենք, Armenian, տեսեք, արդեն գեներացում է նաև հայերեն, ինչու ոչ, նորություն է ու շատ լավ է, սեղմում ենք create։ Create բառը կոճակը սեղմելով, դուք կունենաք ձեր flashcard-երը, որը ինչպես կարող եք օգտագործել։ Եթե դուք աշխատում եք հատկապես եւ չունեք շատ ժամանակ, որպեսզի այս flashcard-երով անցնեք, քնելուց առաջ կարող եք 5 րոպե այս բառերը գրել եւ կարող եք այսպես անցնել flashcard-երով, այսինքն դուք կարդում եք բառը, դուք սեղմում եք իր վրա, ինքը flip է լինում եւ տեսնում եք հենց իր definition-ը։ Եվ այսպես կարող եք անցնել բոլոր բառերով։ Ստեղ տարբերակ կա, որ դուք կարող եք նաեւ լսել, թե ինչպես այն dog արտասանությունը, թե ինչպես ենք այն արտասանում, որը իդեալական է, քանի որ դուք կարող եք կրկնելու ժամանակ, որպեսզի հիշեք, թե ինչպես արտասանեք, մի քանի անգամ բարձրաձայն լսել եւ բարձրաձայն կրկնել, ինչու ոչ։ Սա flashcards տարբերակն է։ Ինչպես տեսնում եք, դուք ստեղ ունեք նաև այլ տարբերակներ, օրինակ learn տարբերակ ունեք, որի վրա սեղմելով դուք կունենաք, այսպես ասած, test։ Սա նույնպես հետաքրքիր տարբերակ է, ինչու ոչ, այսպես կարող եք թեստի կերպով անցնել, ստեղ ունեք բացի թեստից match, match-ը ավելի խաղային տարբերակ է, այսինքն դուք սեղմում եք եւ պետք է ընտրեք բառերը։ Այսպես թեկուզ, եթե դուք շաբաթվա մեջ հատկացնեք օրեր, բնականաբար ամեն օր հասկանալի է, որ կարող է միգուցե չհասցնեք, բայց շաբաթվա մեջ 2-3 օր հատկացնելով ժամանակ նոր բառերին եւ նաեւ ինչու ոչ,
կարող եք գնալ եւ կրկնել հին բառերը, այսինքն սա հնարավորություն ձեզ կտա կրկնելու այն առաջվա բառերը, որոնք դուք չեք հիշում, որը հնարավորություն մեկ-մեկ մենք չենք ունենում, հատկապես երբ որ մենք պարապում ենք եւ այդ ամեն ինչը չաթում է, հա, այսինքն մենք պետք է բարձրանանք, գտնենք այդ ամենը, սա շատ լավ տարբերակ է ձեզ համար։ Խորհուրդ եմ տալիս եւ օգտագործել web version-ը եւ օգտագործել հավելվածը եւ նաեւ սա կօգնի ձեր passive vocabulary-ին, այսինքն գիտեք passive-ը որն է, երբ որ մենք հիշում ենք որոշ բառեր, հա, մենք սովորել ենք իրենց, բայց մենք չենք օգտագործում։ Այսպես դուք իրենց կդարձնեք active, դուք իրենց կհիշեք եւ դա մեր սովորելու նպատակն է, որ մենք բառերը լավ հիշենք եւ օգտագործենք իրենց մեր առօրյայում։ Սա Quizlet-ի վերաբերյալ։ Երկրորդ հետաքրքիր մեթոդը, որի մասին ուզում եմ ձեզ հետ խոսել, դա mind mapping-ն է։ Խնդրում եմ, ասեք, mind map-ը գիտեք ինչ է, թե ոչ։ Տեսնում եմ ստեղ արդեն պատասխաններ, որ Quizlet-ի հետ ծանոթ չէիք։ Շատ լավ է, կարծում եմ արդեն ծանոթացաք եւ կարող եք օգտագործել իրեն հետո։ Իսկ mind mapping-ը, ահա, կրկին տեղյակ չենք։ Okay, շատ լավ է, քանի որ ավելի մանրակրկիտ ես կբացատրեմ, թե mind mapping-ը ինչ է։ Okay. Ինչ է mind mapping-ը իրենից ներկայացնում։ Փորձեմ այսպես մոտեցնել, որ տեսնեք։ Նայեք, mind mapping-ը նույնպես շատ լավ ձև է բառեր սովորելու, հատկապես եթե մենք սովորում ենք նոր բառեր։ Ինչպես տեսնում եք, որպեսզի մենք սովորենք տվյալ բառը, օրինակ մենք ինչ-որ transport-ի մասին բառեր ենք սովորում եւ ուզում ենք սա ինչ-որտեղ գրել, ծանոթանալ, ես էլ տեղյակ չեմ։ Okay. Երբ որ մենք ուզում ենք ինչ-որ բառի հետ, հա, transport-ի հետ կապված բառեր սովորենք, դուք կարող եք մեջտեղ այսպես գրել transport եւ ինչպես տեսնում եք, օղակի մեջ իրեն վերցնել։ Սա կարող եք իդեպ եւ անել էլեկտրոնային տարբերակով եւ կարող եք թղթի վրա անել, ձեզ հիմա տարբերակները ցույց կտամ։ Երբ որ մենք գրում ենք transport բառը, մենք փորձում ենք, եթե դուք դասի ժամանակ սովորել եք, արդեն փորձեք գտնել այն բառերը, որոնք կապված են transport-ի հետ, այսինքն տեսեք, այստեղ օրինակներ ունենք sea transport, հա, ծովի, land transport, ցամաքի ու արդեն air transport։ Ամեն մեկի համար մենք այսպես գծեր ենք տանում եւ գրում, քանի որ դա transport-ի տեսակ է, չէ՞։ Մենք այդտեղ այսպես կկապենք իրենց գծերով։ Եվ արդեն իսկ գրելով իրենց տարբերակներ, օրինակ մենք ստեղ ունենք road, rail, հա, ու ունենք road-ից եկող բառեր, օրինակ, հա, ճանապարհային ունենք car, motorbike, bike։ Այսպես կապելով այս բոլոր մտքերը իրար հետ, դուք կարծես mind mapping-ը, սա է, հա, դուք կարծես կապում եք իրար հետ այս բոլոր բառերը եւ ավելի վիզուալ կերպով եւ դուք լավ կհիշեք եւ ավելի լավ կպատկերացնեք, հա, անգամ եւ այն բառերը, որոնք չեք հիշում, mind mapping-ը ձեզ շատ կօգնի իրենց հիշել։ Ստեղ նաև ունենք խորհուրդ, որ մենք կարող ենք օգտագործել գույներ, որպեսզի ցույց տանք, թե որոնք են կարևոր, ինչու ոչ, շատ լավ տարբերակ է, հատկապես եթե դուք ունեք ժամանակ եւ դուք սիրում եք այս ամենը։ Եթե ոչ, իհարկե կարող եք այս տարբերակն էլ գրել, եւ դա ձեզնից շատ ժամանակ չի խլի եւ կրկին դուք վիզուալ կերպով կրկնվեմ, շատ լավ կհիշեք իրենց։ Mind mapping-ի համար ես ինքս օգտագործում եմ Miro-ն, Miro-ից տեղյակ եք, գիտեք, թե սա ինչ ծրագիր է։ Խնդրեմ կրկին չաթում գրել, եթե ինչ-որ մեկը օգտագործել է Miro-ն, միջև ես ձեզ հետ share անեմ։ Okay, ես ոչ։ Ահա, okay, եկեք ձեզ ցույց տամ Miro-ն, իրականում Miro-ն շատ լավ ծրագիր է, քանի որ դուք ստեղ ունեք տարբեր template-ներ, կարող եք ես այս սլայդերը ձեզ ուղարկելու եմ, դուք կարող եք հետագայում նայել եւ տեսնել, թե ինչ template-ներ ունենք, այսինքն մենք ստեղ նաեւ կարող է միգուցե ձեր սովորելու համար եւ ձեր աշխատանքի համար հետաքրքիր template-ներ գտնեք, անպայման նայեք, բայց մենք ունենք mind mapping-ի template as well։ Ինչ է սա, երբ որ դուք mind map հենց այդ երկու բառը
փորձեք գտնել template-ներում, դուք կգտնեք իր տարբերակը։ Նայեք, այստեղ նույնպես դուք կարող եք ոնց տեսնում եք, մենք ունենք ոնց որ իր template-ը, մենք ուղղակի պետք է իր վրա աշխատենք, այսինքն դուք ստեղ plus սեղմում եք ու ունենում եք այդ բառերը, որոնք ուզում եք ավելացնեք։ Myron նույնպես շատ հետաքրքիր տարբերակ է, եթե դուք սիրում եք օգտագործել on-line պլատֆորմաներ, ինչու ոչ։ Սա նույնպես կարող եք օգտագործել եւ հետ գանք արդեն իսկ մեր սլայդերին։ Սա mind mapping-ի վերաբերյալ ինչ խնդրի լուծումներ եմ նաև ես առաջարկում, որ շատ լավ, ինչպես նշեցի, մենք կարող ենք հավելվածներ օգտագործել, պես վերևում ինչպես նշեցի, հա, մենք կարող ենք ինչու ոչ տետրում գրել մեր բառերը, հա, այսպես ասած սլավայր, միգուցե կհիշեք դպրոցում օգտագործել եք կամ օգտագործում եք, հա, տենց կարող եք այդպիսի տետրել ունենալ, բայց շատ կարևոր է օգտագործել բառերը դասերի ժամանակ։ Այսինքն, եթե դուք պարապում եք անգլերեն, անպայման փորձեք նոր բառերը ինչ-որ ձև ունենալ ձեր դիմաց կամ հիշեք իրենց, որպեսզի դուք ակտիվ օգտագործեք իրենց, որպեսզի passive-ից արդեն անցնի active vocabulary, ոնց հիշում եք, ոնց խոսեցինք։ Աջակցող ուսուցիչ, շատ եմ այս ֆակտորը նշել թե անցած վեբինարին, եթե հիշում եք, ովքեր մասնակցել են, շատ կարևոր է ունենալ աջակցող ուսուցիչ, որը երբ որ դուք խնդիրներ ունենաք, այսինքն չկարողանաք ինչ-որ բառ հիշել, ձեզ մոտ չստացվի, հատկապես եթե դուք սկսնակ եք, չլինի այնպիսի իրավիճակ, որի դեպքում ձեր ուսուցիչը կասի դե լավ, ոչինչ։ Չէ, տվյալ դեպքում պետք է անպայման խնդրում եմ ժամանակ տրամադրեք եւ գտեք նենց ուսուցչի, որը ձեզ support կանի, այսինքն ձեզ կբացատրի, որ սա progress է, սա նորմալ է, որ դուք չեք հիշում, դա սա ես մի քանի նախադասություն եմ ասում, բնականաբար պետք է այդպես չլինի, բայց միտքը հասկացաք, որ ուսուցիչը ձեզ պետք է support անի ինչպես կարող է, որպեսզի ձեզ համար այդ նորեկի զգացումը չլինի եւ ձեզ համար սա խնդիր չլինի, որ չասեք, վայ, չէ, ինձ մոտ չի ստացվում։ Ոչ, շատ լավ էլ ստացվում է, ուղղակի կարելի է տարբեր մեթոդներ փորձել, տեսեք, mind mapping կարելի է փորձել տեսնել, դա աշխատում է ձեզ համար թե ոչ, կարելի է Quizlet-ով սովորել, կարելի է տետրում ուղղակի գրել, դուք պետք է ինձ թվում է ծրագրավորողները լավ կհասկանան, հա, թեստ անեք, այսինքն հասկանաք, թե որն է ձեզ համար աշխատում։ Եվ վերջ, ձեզ ճիշտ ուսուցիչը կասի, թե ինչպես կարող եք դա անել։ Եվ դիսցիպլինայի զարգացում, սա այն է, ինչ որ ես ձեզ նշեցի մի քանի րոպե առաջ, այսինքն մոտիվացիան մեզ մոտ կարող է գալ, մենք կարող ենք մեկ օր արթնանալ, մենք ուզենանք ամեն ինչ անենք, բայց հատկապես ինձ թվում է բոլորս էլ weekend-ին մի փոքր չենք ուզում պարապել, հա, չենք ուզում ինչ-որ մի թեկուզ սպորտի, հա, օրինակի համար գնալ, բայց երբ որ դուք ձեր դիսցիպլինա զարգացրած եք լինում, այսինքն ունենում եք դա որպես արդեն սովորություն, դուք սովորության կերպով կունենաք անգլերենի դասեր, օրինակ դուք մտածել եք, որ շաբաթը 2 անգամ ես պետք է անգլերեն պարապեմ եւ ինչ էլ չլինի, դուք դաս եք անում, դուք մի ժամ տրամադրում եք 2 շաբթի օր անգլերենին, ուրբաթ օր անգլերենին, տվյալ դեպքում արդեն սա աշխատում ենք դիսցիպլինայի վրա, որը շատ կարեւոր է, եթե դուք ուզում եք խնդիրը լուծեք։ Շատ են ինձ հարցնում, թե ինչքան բառ պետք է սովորենք, որպեսզի խոսենք անգլերեն, ձեզ այսպես ասեմ, դա շատ անհատական է, շատ մեծ հարց է, բայց միջնացված կարող եմ ասել, որ մեկ դասի ընթացքում մինչև 10 բառ սովորելը լրիվ նորմալ է, այսինքն հատկապես դե բնականաբար, երբ որ մենք կրկին աշխատանքից հետո ենք լինում, մեզ համար շատ դժվար է նոր բառ սովորել, բայց միջնացված մինչև 5-ից 10 բառ նոր բառ սովորելը լրիվ նորմալ է, սա մեկ դասի ընթացքում, եւ ձեզ ուզում եմ ասել, որ անպայման կենտրոնանաք quality-ի վրա, այսինքն որակի վրա, թե դուք այդ բառը ինչպես եք հիշում, ոչ թե միայն կարդում եք, ասում եք, հա լավ, սա է, բայց ինչպես եք օգտագործում այդ բառը եւ ինչպես եք հիշում այն, քանց թե քանակի, քանի որ դուք կարող եք 100 բառ օրինակ սովորել, բայց չհիշել, իսկ երբ որ դուք արդեն խորացված սովորում եք այս բառերը, դա արդեն որակ է, որը ավելի կարեւոր է։ Կուզենամ սենց միջինացված ձեզ տվյալներ տամ, եթե ձեզ հետաքրքրում է այդ հարցը, թե ինչքան բառ պետք է սովորենք, այստեղ level-ներով կարող եք տեսել, միջինացված գրել եմ, որ A1-ի համար 1000 բառից մինչև 1500, A2-ի համար 2000, այստեղ ունենք 3500-ից 4000,
B2-ի դեպքում 4000+, ունդեղ C1-ի դեպքում արդեն 5000-ից 6000 բառ։ Բնականաբար ձեր passive vocabulary-ին, հա, այդ passive words-երը կարող են լինել ավելի շատ եւ active, հա, բառերն էլ դուք կարող եք հիշել մինչեւ, չգիտեմ, կարող է 30000 բառ հիշեք, եթե դուք երկար ժամանակ պարապում եք անգլերեն, բայց կրկին սա շատ անհատական է, դրա համար այստեղ կունենանք մի քանի ուղղակի միջնացված տվյալներ։ Եթե սկսնակ եք, իմ խորհուրդներից մեկն է աշխատել բազային գիտելիքների վրա, անցյալ անգամ եմ սա նշել եւ այս անգամ եմ ուզում նշել, որ փորձեք, եթե դուք սկսում եք նոր սովորել անգլերեն, անպայման գտեք ուսուցչի, որը ձեզ կաջակցի, քանի որ այս բազային, հա, գիտելիքները ամենակարևորն են, կարծես ծառի արմատներն են, հա, որպեսզի ձեզ մոտ հետո ամեն ինչ ավելի հեշտ կլինի։ Այլ դեպքում, եթե ձեր բազային գիտելիքները չլինեն, դուք ստիպված կլինեք ժամանակ ծախսել, հետ գալ եւ նորից սովորել այդ ամենը։ Եթե դուք սկսնակ եք կամ ունեք ավելի բարձր մակարդակ, ինչու ոչ, դուք կարող եք եւ ավելի շատ կարելի ասել, որ սա բարձր մակարդակների համար է, կարող եք օգտագործել on-line բառարարներ, սովորել նոր բառեր եւ աշխատեք արտասանության վրա։ Այստեղ ունենք Cambridge Dictionary-ին ամենասիրելի բառարաններից մեկը, ուղղակի բացեք, ձեր ուզած բառը search արեք եւ լսեք արտասանությանը, թե կրկնեք արտասանությունը, թե կարող եք անգամ մի քանի անգամ, այսինքն մոտ 3-ից 5 անգամ։ Այստեղ ունենք նաև հավելվածներ, hello, talk, tandem, այս հավելվածները, եթե դուք ուզում եք ինչ-որ մեկի հետ շփվեք անգլերեն, չունեք այդ հնարավորությունը, այս հավելվածները ձեզ շատ կօգնեն, կարող եք անպայման դասից հետո, վեբինարից հետո սլայդերում նայել եւ իրենց ունենալ կրկին, հա, հետաքրքիր հավելվածներ են, բայց եթե դուք համաձայն եք շփվել օտարերկրացիների հետ, այսինքն բնականաբար լեզվի զարգացման համար, բայց դե սա շփում է։ Ձեզ համար պատրաստել եմ ինչպես միշտ մի քանի ռեսուրս, որը ձեզ նույնպես կօգնի։ Իմ սարքած grammar tracker-ն է, որը լրիվ անվճար է, որը կարող եք գտնել նույնպես այս հղումով, դասի վեբինարից հետո կուղարկեմ ձեզ։ Այստեղ կարող եք էջերով տեսնել ամեն մակարդակի համար, թե ինչ թեմաներ պետք է դուք անցնեք։ Սա ձեզ կօգնի, եթե դուք արդեն պարապում եք, միգուցե ուզում եք ինչ-որ թեմային անդրադառնալ կրկին, եւ եթե դուք մենակ եք պարապում, նույնպես հետաքրքիր կլինի թեմա առ թեմա շարժվել առաջ։ Ուզում եմ ձեզ նաև ներկայացնել իմ մյուս ռեսուրսները, որ եթե դուք B1 մակարդակ ունեք, իմ ինտերակտիվ ինքնուրույն դասընթացները ձեզ համար շատ օգտակար կլինեն, այսինքն այստեղ կարող եք տեսնել, սա full ինքնուրույն դաս է, որը ուղղակի, եթե դուք ժամանակ չունեք անգլերեն պարապելու, սա շատ լավ տարբերակ է ձեզ համար, քանի որ այն ուղղակի ստուգվում է ավտոմատ ծրագրի կողմից, որը ես ինքս եմ կազմել, այսինքն իմ full անհատական դասի նման է, անգամ 60 րոպեից ինքը ավել է, բայց դուք ունեք 3 full դաս։ Եվ ունեք տնային աշխատանք, որը նույնպես ստուգվում է, եւ վերջի ռեսուրսը, որը կուզենամ ձեզ ներկայացնել, դա Speaking Club-ն է, իհարկե շատ եմ խոսում Speaking Club-ի մասին, թե ինչքան կարեւոր է այն, եթե դուք հատկապես ունեք միջին մակարդակ եւ ուղղակի ուզում եք աշխատեք ձեր խոսակցական հմտությունների վրա։ Ապրիլի 10-ին լինելու է իմ Speaking Club-ը, մանրամասները արդեն կտեսնեք իմ Telegram-յան ալիքում, եթե ուզենաք միանաք։ Շնորհակալ եմ ձեր ժամանակի համար, հուսով եմ այս բոլոր խորհուրդները ձեզ կօգնեն փոխել մեթոդները բառեր սովորելու եւ հիշեք բառերը ավելի երկար։ Եթե ինչ-որ հարցեր չկան, եթե հարցեր կան, սիրով կարող եք չաթում գրել, եթե հարցեր չունեք, մենք կարող ենք արդեն վերջացնել վեբինարը, կրկին ես ես մեյլով կուղարկեմ բոլոր տվյալները, բայց կարող եք նաև այս նույն հղումով գնալ, իջնել մի փոքր ներքև եւ վեբինարից հետո արդեն պրեզենտացիան եւ նաև ինչու ոչ այս վիդեոն ձեզ համար հասանելի կլինի, որպեսզի դուք նորից վերանայեք վիդեոն։ Ձեզ եմ շնորհակալ։ Շատ ուրախ եմ Նարեկ ջան, որ ձեզ համար օգտակար էր այս ամենը։ Շատ լավ, եթե հարցեր չկան, բոլորիդ մաղթում եմ, շատ շնորհակալ եմ լավ ֆիդբեքի համար, եթե հարցեր չկան, բոլորիդ մաղթում եմ լավ օր, ես էլ եմ շնորհակալ և լավ weekend, ինչու ոչ, take care, stay tuned բոլորին։